Բոլորդ գիտեք, որ այսօր Արցախի Հանրապետության կառավարության գլխին ծածանվում է Ադրբեջանի դրոշը, որպեսզի կիսալուսինը չծածանվի Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի գլխին, բոլորիդ խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, ամսի 7-ին մեր քվեն տանք պարոն Քոչարյանին։ Պարոն Քոչարյանը ունի կազմակերպված խելացի ընտանիք, 50 եւ ավելի տարիներ աշխատել է պատասխանատու գործի։ Ղարաբաղում 92 թվականին եղել է շատ քրիտիկական վիճակ։ Կեսը ուղղակի Ադրբեջանի վերահսկողության տակ էր։ Եվ այն ժամանակ ստեղծվեց պետական պաշտպանության կոմիտե, նախաձեռնությունը իմն էր, եւ ես դարձա այդ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ։ Ընդամենը 2 ամսից հետո սկսել ենք ազատագրել Արցախը, 6 ամիս հետո գրեթե ամբողջությամբ ազատված էր, իսկ 94 թվականին Արցախի տարածքի չափ, կրկնակի տարածքի չափ անվտանգության գոտի մեր վերահսկողության տակ էր։ Ոչ ոք չէր հավատում, որ սկսում ենք, որ կարող ենք դրան հասնել։ Դրան հասել ենք։ Հիմա հասկանում եմ, որ հիմա կան այլ կարգի խնդիրներ։ Վստահ եղեք, որ չլուծվող խնդիր չկա։ Կա կամքի բացակայություն եւ թիմի բացակայություն։ Եթե կա կամք, թիմ, նպատակ, ձև չկա, որ նպատակի չհասնես։ Այ իմ կյանքի կարգախոսը միշտ սա է եղել։ Ուրեմն առաջ